Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երբեք կանչվել հայրեն, ամսաթվով, ինչ կարգավիճակով, ինչ գործի շրջանակներում և թույլատրամության շրջանակում փորձեն հասկանալ։ Ըստ էության ձեզ կանչել էին հասկացնելու, որ հաջորդ քայլին արդեն կալանքի սանկցիաներ կհետևեն, թե կանչել էին նաև իրենք հասկանալ իրավիճակը։ Մենք հասկանում ենք, որ քննիչներից ոչ բոլորը կարող են հասկանալ եկեղեցական կարգ ու կանոնը։ Եվ մի հարց է, այս ֆինանսական ահռելի ծախսը, այս ահռելի շրջանառությունը 15 միլիոն, ընդամենը 4 ամսվա մեջ, եթե չեմ սխալվում, 15 միլիոն 2 թե 3 ամսվա։ 3 ամսվա, որտեղ հունվարի 26-ից թե 28-ից նա այդ իրավունքը ստացել երկու բանկերի միջոցով տնօրինելու հաշիվներին։ Այս տրամաբանությունը բացատրեք, ինչպես է դուք երկուսով տնօրինել հաշիվներին և նա այդ գումարը ինչ է արել։ Ինչ ծախսեր են դուրս տրվել։ Ես կպատասխանեմ առաջին հարցին քննչականի հետ կապված։ Քննչականը ինձ կանչել էր, որովհետև հարկադիրն էր դիմել, որ ես չեմ կատարում իրենց զգուշացումը։ Այսինքն իբրև եկել են զգուշացրել են, որ ես չխանգարեմ։ Իդեպ իմ իրավունքները պաշտպանված չեն։ Ինչ իմաստով ես այդ դատական որոշման գործընթացի կողմ չեմ, անձ չեմ։ Եվ հարկադիրին բացատրեցինք դա, ոնց հասկանում եմ, աշխատողները հասկացան, վերևներում չեն հասկանում։ Եվ փաստորեն իրենք համարել են, որ ինձ զգուշացրել են, դե կարծեմ օրենքով այդպես է, եթե չես էլ ընդունում հրապարակային իրենք տեղեկացնում են և դիմել են քննչական գործ հարուցելու, քննիչ ինձ կանչել էր վկայի կարգավիճակով հասկանալու, թե ես ինչով եմ խանգարում, հիմքերը պարզաբանելու։ Երբ էր դա։ Կարծում եմ մոտ մեկ ամիս առաջ։ Այսինքն չբացառեն, որ հնարավոր է նաև ձեր ձեռքակալության հիմքերն են արդեն պատրաստվում։ Այսինքն այն հոդվածն է, ինչ հոդված, որ ամենայից հայրապետի ուրեմն համար է դրված։ Այսօր նախ կուզեի նշեք, որևէ խափանանջով կիրառվել է բացակայելու արգելքը կամ ինչ։ Չէ, ես մեղադրյալ չեմ։ Վկա եմ առայժմ։ Ինչպես է հիմա մասեցողի թեմը իր ֆինանսական հարցերը կարգավորում, ոնց եք կարողանում այն կայքները, որ կան տարբեր հոգևորականների եկեղեցիների առջև լուծել և արդյոք Արման Սարյանը անձամբ շարունակում է հոգևորականներին հետապնդել, սպառնալ, մենք գիտենք մանրամասնորեն թեմի նախկին քահանաներից Տեր շատ ինչերի է նա ընդունակ և ինչեր է արել, հիմա այդպիսի սպառնալիք և ինչպես է դիմադրում թեմը նրա սպառնալիքներին։ Վերջին երկու դեպքը գրանցվել է քահանաներին նամակներ ուղարկելով, որ նրանք իրենց հովությունից հեռացված են, որից մի օրինակը կարծեմ պարոն Զորակյանը ցույց տվեց, սպառնալիքներ եղել են մոմավաճառների ուղղությամբ, ընդհուպ մինչև ընտանիք գնալ, տուն գնալ, իսկ վերջի շրջանում հանդարտ է և չգիտես ինչու բոլորը սպասում են ընտրությունների ելքին։ Ես միջանկյալ նշեմ, որ ընտրություններով չի պայմանավորվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարդապետությունը, որի մեջ մտնում է նաև ուղղափառ եկեղեցաբանություն։ Եթե կան հոգևորականներ, որոնք կարծում են, որ պետք է սպասել ընտրություններին, ուրեմն իրենց համար հայ առաքելական եկեղեցու վարդապետությունը փոփոխելի է։ Երկնքից մանանայով։ Մայրաթորը պարտականություններ ունի հստակ
քաղաքացիների աշխատողների հանդեպ, լինի հոգևորական թե աշխարհական, եւ փորձում է այս ամբողջ սարդոստայնի մեջ խոչընդոտների դատական, հարկադիր, քննչական, իրավական փորձում է իր պարտականությունները կատարել։